Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և տեղափոխվում ենք թատերաշխարհ և այսպես 3 մեծ պրեմիերա ռուսական թատրոնում մայիսի 29-ին։ Մնջախաղի թատրոնը ներկայանում է ոսկոր, սգացող կանայք և խալի ներկայացումներով։ Այո, եւ այս առիթով արդեն մեր տաղավարում են Միլենա Բարսեղյանը, Միլենա Խաչատրյանը, Ղազարյանը, այո, եւ Ղևոնդյան Թամարան։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Լավ եք։ Լավ։ Տրամադրությունը։ Այսօր վերջին զանգն է, երբ եք ավարտել դպրոցը։ 2 տարի առաջ։ Լուրջ։ Այո։ Շատ լավ է։ Մնջախաղի թատրոնը ունի մեծ պրեմիերա, հա, իսկ Մնջախաղի թատրոնը մենք գիտենք, որ բարբերաբար այսպիսի հրաշալի տոներ է մատուցում բոլորիս։ 3 փոքրիկ ներկայացում, որը ներառված է մեկ մեծ ներկայացման մեջ։ Խոսենք այս մասին, պատմեք մի քիչ։ Ես պատմեմ, մեր խաղացանքի մասին ընդհանուր 3 ներկայացում է, հենց ոսկորը, սգացող կանայք եւ խալին։ Ոսկոր ներկայացումը վերցրված է միտքը Կլարիսա Պինկոլայի գրքից, կանայք, որոնք վազում են գայլերի հետ։ Սգացող կանայց միտքը ընդհանուր Ռիմա Պիպոյանի մոտ ստեղծվել է այն ժամանակ, երբ որ Սինդոնում հայտնաբերված այդ սգացող կանայք սարկավագը տեսել է։ Իսկ խալի ներկայացումը մեր հիմնական խալիի 5 գույների մասին է, ինչ պատմությունների մեջով են անցնում հենց խալիները։ Օհո, շատ հետաքրքիր է, ովքեր են հանդիսատեսը։ Հանդիսատեսը տարբեր ներկայացուցիչներ են տարբեր ոլորտներից, ոչ միայն թատերարվեստից, ու հաճախ արտասահմանից հյուրերին է հետաքրքրում թեման։ Մենք ներկայացել ենք խալին նաև Ֆրանսիայում, Փարիզում, նոյեմբեր ամսին ու մեծ ոգևորությամբ կարողացել ենք այդ ամեն ինչը ցույց տալ ու հետագայում արդեն նպատակներ կան Եվրոպայում ներկայացնելու, քանի որ արտասահմանում շատ հետաքրքրված են ժամանակակից պարային ներկայացումներով, ավելի շատ կարծում եմ, քան Հայաստանում։ Եվ հայկական թեմատիկան ավելի է հետաքրքրում դրսում։ Այո։ Եվ քանի որ ներկայացումը վերադառնում է, որովհետև անցյալ տարի հուլիսին արդեն խաղացել եք, դուք նոր անձնակազմն եք, թե անցյալ տարի եւս ընդգրկված եք եղել ներկայացման մեջ։ Անձնակազմի մեջ փոփոխություններ չի եղել, մենակ մի մասնակցի մեջ է եղել փոփոխություն, դա սգացող կանանց մեջ, բայց սաստավը ամբողջությամբ նույնն է մնացել։ Երեքից որ ներկայացումն է հատկապես ձեզ դուր գալիս։ Խալին, քանի որ մենք հենց խալիից է միտքը ծագել, կարծում եմ, ներկայացումների հիմքը դնելու եւ ինձ թվում է բոլորի շատ հարազատ թեմա է, երաժշտությունն է շատ հատուկ երաժշտությունը գրվել է մեզ համար Հայկ Կարոյի կողմից, այսինքն ներկայացման համար է գրված, կան նաև հատվածներ, որոնք վերցված են Խազեր երգչախմբի աշխատանքներից, կարծում եմ ինձ համար խալին է, քանի որ ես հենց այդ ներկայացմամբ եմ հանդես գալիս։ Աղջիկներ։ Ինձ համար ոսկորը, որի մեջ հենց ես էլ ապրում եմ, որովհետև այնտեղ մի միտք կա, որը շատ ինձ համար հետաքրքիր էր, այն թեման, որ դու ստեղծում ես ինչ-որ մի կերպար ու պետք է կարողանաս նրան բաց թողնել, որովհետև ինչքան էլ դու ստեղծել ես, բայց դա ամբողջությամբ քոնը չէ, ու դու պետք է կարողանաս դրանից ազատվել, ամբողջությամբ քեզ չպահել միայն։ Դրա համար իմ համար ավելի խորն է ոսկորի իմաստը բեմադրության։ Ինձ համար 3 ներկայացումներն էլ շատ կարևոր են։ Ներկայացումների հեղինակը Ռիմա Պիպոյանն է։ Ողջուններս Ռիմային, եթե այստեղ մեզ դիտում են, շատ տաղանդավոր մարդ, հիանալի է։ Սովորում եք ընթացքում հիմա ուսման process-ը սովորում եմ թատերական ինստիտուտում։ Մնջախաղի բաժնում։ Պարվեստի ռեժիսուրայի բաժնում, նույն կուրսում ենք սովորում։ Երկրորդ կուրսում։ Շատ լավ, իսկ բարի հանդեպ սերը շատ փոքրուց է գալիս։ Այո։ Իսկ ընդհատումներով, բայց այո։ Նույն կուրսում սովորելը օգնում է, որպեսզի բեմում փորձերը ավելի հեշտ լինեն, ավելի շուտ իրար հասկանաք, ավելի լավ ըմբռնեք։ Այո։ Մենք դեռ արդեն 3 տարի էլ սովորել ենք քոլեջում միասին, բարվեստի ուսումնարանում ենք սովորել, էլի հիմա էլ թատերականում ենք սովորում միասին։ Այդ ամեն ինչն էլ շատ է օգնում, իրար շատ լավ ենք հասկանում։ Շատ լավ։ Նայեք, հա, պարը ինքը մեկ այլ աշխարհ է իր ամբողջ հզորությամբ, շարժման արվեստով, էմոցիաների արվեստով, իսկ մնջախաղը մեկ այլ աշխարհ է։ Ճիշտ է, առաջին հայացքից շատ սինթեզելի են իրար հետ, բայց երբ որ զատում ես իրանց բաժանում ես, դու հասկանում ես, որ նման են եւ միևնույն ժամանակ շատ տարբեր են։
Մնջախաղում ավելի շատ պետք է պլաստիկան մարմնի եւ էմոցիոնալ ահռելի մեծ դաշտ, հոգու աշխարհը։ Բարի դեպքում դու կարող ես այդ էմոցիոնալը արտահայտես, բայց ավելի շատ պետք է պարային շարժումները ավելի ընդգծելի լինեն, հա։ Այս շատ իրար նման, բայց իրարից շատ տարբեր սինթեզումը արդյոք ստացվում է։ Կարծում եմ, որ ստացվում է, քանի Դա որ եթե ռիման է անում, քանի որ հենց դրանց միացումն է բերում լավ արդյունքի, ու ինչքան էլ իրանք իրարից առանձին գործում են, նորից կարող են իրարից առանձին շատ լավ գործել, բայց դեպքեր կան, երբ նրանց միացումը ավելի հաջող արդյունքի է բերում։ Դրա համար է կարծում եմ մեր համագործակցությունը Մնջախաղի թատրոնի հետ, բայց պետք է հիշել, որ պարարվեստը ինքնուրույն նույնպես կարող է գործել։ Այո, իսկ ցանկություն չեղես ընթացքում կարող է գնամ Մնջախաղի թատրոն եւ Ոչ։ Մնջախաղի դերասան։ Ինձ թվում է պարը գերակշռում է, այո։ Ոսկոր ներկայացման մասին էլ մի փոքր խոսենք, որովհետև Խալիի մասին խոսեցինք։ Ոսկորից մի քիչ մեզ պատմեք։ Ում ոսկորն եք բանում։ Ոսկոր ներկայացման ստեղծման փորձերը դեռ ավելի շուտ էին սկսել, քան Խալին, ու շատ հետաքրքիր էր, որտեվ մեր համար դա բարդ էր, թե որպես կատարողական առումով, թե մտքային առումով հասկանալը, բայց մենք այդ դաժան աշխատանքներից, պարապմունքներից հետո հասանք վերջապես մեր ուզածին, մեր ներկայացումը մենք շատ լավ եղավ, մենք շատ սկսեցինք շատ սիրել այդ ներկայացումը, չնայած որ մի փոքր չենք հասկանում, չենք ուզում պարենք, ես եւ իմ մյուս պարընկերը Նաթելա Բաղրամյանը, բայց չգիտեմ, եւ նույնիսկ երբ Ֆրանսիայում մենք դա ներկայացրեցինք, մի փոքր խնդիրներ եղան, ավելի փոքր տարածք էր եւ մեր ամբողջ ոսկորի ներկայացման ժամանակ օգտագործում ենք փայտ երկար։ Այդ փայտը շատ էր խանգարում փոքր տարածքում մեկս մյուսին հարվածելու, կաշկանդվում ենք, սակայն այդ ամբողջ այդ փորձություններից հետո մենք հիմա ավելի լավ ենք հասկանում այդ ներկայացումը ու այս անգամ ամսի 29-ին, երբ որ մենք պարենք, ավելի լավ կներկայանանք հանդիսատեսին։ Վաու։ Սկզբում չէիք ուզում խաղալ, բայց հետո ամենաշատը սիրեցի։ Լավ, ինչ պլաններ ունեք, ինչ ծրագրեր կան հետագայի հետ կապված, ինչպես եք ձեզ պատկերացնում այս ամենում արդեն 10 տարի հետո։ Պլաններ շատ կան թատրոնի հետ կապված, մենք նպատակներ ունենք ոչ միայն Երևանում, այլ նաև տարբեր մարզերում ներկայացնելու 3 ներկայացումներ եւ երկրից դուրս նույնպես Եվրոպայում, իսկ մեզ կարծում եմ երկար եւ դժվար աշխատանք է սպասվում Հայաստանում զարգացնելու համար ընդհանրապես ժամանակակից պարը, քանի որ դրա հիմքերը կարելի ասել դրվել են մի քանի տարի առաջ, ավելի խորացված եւ այսպես ասած մենք պետք է շարունակենք այդ գործը եւ արդեն փորձում ենք պատրաստվել։ 2 տարի ուսման process-ի մեջ են, բայց ասում եմ մենք պետք է շարունակենք, որովհետեւ զգում ենք կարեւորությունը, որ այս ավանդույթները փոխանցվել է իրենց եւ հիմա իրենք պիտի այս ամենը շատ ճիշտ կերպով տանեն։ Հիանալի է։ Ինչ եք մտածում ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ։ Որ պետք է անպայման հաջողված լինի ներկայացումը։ Ինձ թվում է։ Այո։ Իմ կարծիքով զգացողական դաշտը ամեն անգամ տարբեր է լինում, առաջին անգամ ներկայացումը խաղալիս եւ մի քանի անգամ խաղալուց հետո, բայց այդ լարվածությունը երբեք չի պակասում ու շատ կարեւոր է, եթե լարվածությունը չի լինում, ինչ որ մի բան հաջող չի լինելու, պետք է լինի այդ փոքր լարվածությունը գոնե, բայց շատ հաճելի զգացողություն է բեմում այդ ծափահարությունները վերջում զգալը, քո աշխատանքի գնահատականը շատ կարեւոր զգացողություն է յուրաքանչյուր արտիստի համար, ոչ միայն պարողի։ Դուք։ Ես ամեն անգամ դուրս գալուց բեմ լարվում եմ, մանավանդ որ հենց առաջին ներկայացումը ոսկորն է, հետո 10 րոպե ընդմիջում սկացող կանայք եւ պետք է արագի մեջ հասցնենք, փոխվենք մազերը, փոխենք, որպեսզի խալին պարենք ու դրա համար ավելի շատ է լարվածությունը, հանկարծ չուշանանք, մի բան այն չլինի, դրա համար ամեն անգամ ինձ փորձում եմ հանգստացնել ետնաբեմում, որ ամեն ինչ լավ կլինի, դու կարող ես կհասցնեք ամեն ինչ։ Այո։ Եվ կամ այսօր վերջին զանգը ինձ հետաքրքիր է դպրոցի ինչ է ձեզ տվել, հիշում եք արդյոք ձեր վերջին զանգի օրը եւ
Մենք հիշում ենք եւ պատրաստվում ենք գնալ ուսումնարան այսօր, այստեղից միանգամից այնտեղ գնալ, քանի որ Պարվեստի ուսումնարանն է մեզ միավորել, կարելի ասել, Ռիմա Պիպոյանի գլխավորությամբ եւ բացվեց մոդեռն բարի բաժինը, մենք առաջին շրջանավարտներն ենք եւ այնտեղ է անցել դրվել այն սկիզբը, որը հիմա շարունակվում ու ներկայացվում է բոլորին, այսինքն այդ դժվար ճանապարհը սկսվել է հենց դպրոցի, քոլեջի տարիներից եւ Լավ ասացիք դժվար ճանապարհը, որովհետեւ ես գիտեմ սննդային շատ խիստ օրակարգեր կան այնտեղ, գրաֆիկ, շատ աղջիկներ գրաֆիկը, դասերը շատ բավականին երկար են տևում եւ մասնագիտական առարկաները եւ հանրակրթական դժվար է այնտեղ սովորելը։ Այո։ Շատ լավ, իսկ ունեք այսօր ընկերներ, ծանոթներ, ում վերջին զանգն է, պիտի շնորհավորեք նրանց։ Այո, միանշանակ։ Այո։ Ընտանիքից են, ընտանիքի չէ՞։ Չէ։ Չէ, ընկերներ։ Շատ լավ, դե ուրեմն մինչև իհարկե ընկերներին շնորհավորել, շատ կարևոր առիթ ունեք ներկայացումն է։ Ձեզ ուզում եմ նվիրել Ջովանի Սափոր գինին, այնպես որ կարծում որ այս գինին շատ լավ տրամադրություն կհաղորդի ձեզ արդեն ներկայացումից։ Շնորհակալություն ձեզ ու լավ տրամադրություն։ Ձեզ նույնպես շատ։ Մերսի շատ։ Դե ինչ կլինի կարծատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։